Մինչև չճանաչենք մեր թուլությունները արմատապես խորությամբ, չենք կարող ճանաչել ինքներս մեզ, և եթե ճանաչում ենք ինքներս մեզ, ինչպես ենք մենք ստեղծվել, նպատակ, աղբյուր, ի վերջո կատարելություն ասածը, որին խելացի մարդը ձգտում է, և մենք պետք է բացահայտենք ամեն ինչ։ Շատ բարդ հարց եղավ մարդու սեռական հարցը, gender, սեռական պատկանելիություն, երբ վերջապես մարդը մտածող բանական էակ է, իմ ինչին պետք է լինել կին, կամ տղամարդը երբեք, նորմալ տղամարդը երբեք չգիտի և չի լսում, որ ինքը տղամարդ է, այսինքն դա իր սեռականը, և դա շատ բնական է։ Այսինքն թե նորմալ մարդը իր սեռը չգիտի, ինչպես երեխաները։ Բայց ահա Աստծո հրամանով ինչպես թե դրվեց այդ օրենքը միանալու։ Ինչու։ Ետ գնանք աստվածաշնչային հայտնություններին և փորձենք հասկանալ։ Ահա Ադամը ստեղծվեց մենակ։ Ուրեմն ինչ, եթե հետո Եվան չստեղծվեր այդ մարդկանց ծնունդը, reproduction ենք ասում, չէր լինի։ Ինչու տղամարդը, որ երեխա չի բերում, կուրծք ունի։ Հետևաբար բանականությամբ, եթե փորձենք անգամ անցնել այս սահմանը և կոպիտ հասկանալ, Ադամը տղամարդը իր ուրեմն պլանավորված ծնունդով ստեղծմամբ ունեցել է իր մեջ կին և տղամարդ։ Եվ նաև ապացուցում է այս քրոմոսոմ կոչվածը այսօրվա գիտությամբ տղամարդը ունի կնոջ X և տղամարդը Y քրոմոսոմ, մինչդեռ կինը միայն ունի X քրոմոսոմ կնոջ։ Ուրեմն Ադամը ունեցել է իր մեջ և տղամարդը և կինը։ Դրա համար նա կուրծք ունի, որը զուտ կանացի օգտագործման, կնոջ օգտագործման համար է, երեխայի վերարտադրման, մարդկության վերարտադրման և նա պետք է չունենար։ Ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, մենք գիծը հատում ենք, բայց փորձենք հասկանալ։ Ահա երբ որ տեսավ Ադամը մենակ, շրջում է իր պարտեզներում, Աստված մտածեց, որ ավելի կատարյալ կլինի, եթե այդ կնոջ մասը Ադամի առանձնացնի։ Այո, տեսեք Ադամը հենց հողից ստեղծվեց, կինը հողից չի ստեղծվել, կինը Ադամի ոսկորից ստեղծվեց, և երբ որ Ադամը տեսավ կնոջը, ասեց, ահա սա իմ ոսկորից է, սա իմ մասն է, երկուսը մեկ, այսինքն Եվան կինը Ադամի մասն է և Ադամի հետ կատարելություն է։ Եվ ահա երբ որ Եվան խաբվեց կյանքի ծառի վրա նստած այդ դևից, դուք կնմանվեք աստվածների, կեր անպայման սրանից, և Եվային ասվել էր, որ չուտի, և գիտեք ինչ, Ադամը միշտ Եվայի հետ էր, և այս պահին ինքը ներկա էր այնտեղ, և երբ որ Եվան կերավ այդ պտուղը էություն է, ես ձեզ ասեմ, հիմա է ամեն ինչ էությունից զրկված, Արաշավորության ամեն ինչ էություն ուներ։ Եվ երբ ուրեմն Ադամ և Եվան, ասեմ դες, որ նախաստեղծված ուրեմն այս փառքի մեջ էին։
Այսինքն նրանց ինչպես երբ որ Քրիստոս երևաց իր հարությունից հետո ոչ թե համբարձում ես դուք պետք է տարբերություն հասկանաք հարությունից հետո նրա մարմինը նման էր Ադամի մարմնին փառքով ծածկված եւ նույնն Ադամը եւ Եվան նրանք լույսի շապիկ ունեին իրենց հագին եւ ահա երբ որ Եվան անհնազանդեց Աստծուն նրա աչքի առաջ Ադամի աչքի առաջ դա կատարվեց եւ հանկարծ Եվան կերավ հետո պտուղը տվեց Ադամին բայց իր ուտելուց կուլ տալուց հետո նա Ադամի աչքից անհետացավ եւ պատկերացրեք Ադամի խոճապը փառքը վերցվեց Եվայից եւ նա իսկույն կերավ ներողություն Hello? Say it again? We got the wrong number, sorry. Ներողություն Ուրեմն եւ ինչ եղավ Եվ այ փառքը անհետացավ եւ Ադամը մնաց փառքի մեջ եւ ինչ եղավ հետո Ադամը անմիջապես խառնվեց իրար եւ ինքը նույնպես կերավ նա այդ ընթացքում նա շատ լավ գիտեր որ Աստված պատվերն էր չուտել այդ ծառից այդ պտուղից բայց նա երբ որ կորցրեց Եվային նրա առաջ դրված էր կամ մնալ մենակ եւ իր ընկերը լինի Աստված կամ միանալ Եվային եւ կիսել նրա դատապարտությունը եւ նա ընտրեց երկրորդը նա դավաճանեց Աստծուն եւ ինչ էր սպասում նա Եվայի հետ ինքն էլ զրկվեց փաստորեն Աստվածային փառքից եւ ինչ էր իրեն սպասվում դրախտը ես ասեմ դա Աստվածային փառքն էր երկրի վրա այսինքն ամեն ինչի էությամբ ներկայությունը դրախտը եւ ահա այդ էությունը երբ որ մարդիկ ընկան անհավատարմության եւ անհնազանդության մեջ այդ էությունը Աստվածային արարչագործության վերցվեց եւ տակը մնաց ինչ որ հիմա մենք տեսնում ենք ունեցան Ադամը եւ Եվան երջանիկ կյանք նրանք ճանաչեցին սեքսը երեխաները ծնվում էին ահա մեծ դժբախտություն Կայենը սպանեց Աբելին չիմանալով դա ինչ է նրանք չգիտեին ինչ է դա ահա նախանձեց Աբելը գեղեցիկ էր Աբել առինքնող էր Աբելի գառները իր ծոցում պահած գառնուկը տանում էր Աբելը դնում էր սեղանի վրա եւ ասում էր Տեր ահա իմ նվերը իմ սրտի նվերը քեզ եւ Կայենի եւ Աբելի աչքի առաջ այդ գառնուկը բարձրանում էր վերև բայց ահա որովհետեւ Կայենը չար էր նա ուներ այգի եւ ահա նա այն պտուղը որը իրեն պետք չէր եւ համարվում էր խոտան դնում էր այդ նույն սեղանի վրա եւ Աստված մերժում էր չէր ընդունում դա դրանից սկսվեց այսինքն թե շնորհքի մեջ մարդուն չարության մեջ բռնված այդ դրախտի օծից ստացած անեցքի եւ ինչպես է DNA-ի խախտումով այս մարդը նախանձից ելնելով սպանեց իր եղբորը բայց նա չգիտեր ինչ է սպանելը այդ պատճառով Աստված ասեց իր վրա ես կդնեմ 666-ը այդ նշանը դուք մի սպանեք իրեն ինչու որովհետև չարությունը պետք է մնար աշխարհում չարությունը պետք է մնար եւ սատանային տրվեց արտոնություն նույնպես աշխատելու մարդկանց հետ որովհետև երկրորդ անգամ երբ որ արդեն Աստված
նախատեսեց եւ ծրագրեց խաղությունը Քրիստոս մարդկանց երկրորդ անգամ երկնքում այդ ապստամբությունը եւ Լուցիֆերյան ապստամբությունը եւ Ադամի աննազանդությունը չէր կարող լինել Ահինչու նրան պետք էր որպեսզի մարդը իր կամքով էությամբ անցնելով այս բոլոր տեսնելով չարը եւ բարին չարը իր կատարելության մեջ բարին իր կատարելության ընտրի իր կամքը տա մեկին կամ մյուսին երկու կամք չունենա, երկու միտք չունենա եւ ահա բայց հիմա վերադառնանք մեր ժամանակներին ու մեր սեռականին ի վերջո գիտեք ինչ երբ որ այդ անցման շրջանը լինի այդ տղամարդու հասունացման եւ կնոջ դա սարսափելի մի երևույթ է տղամարդը չի հաշտվում իր օրգանիզմի փոփոխությանը դե կինը նմանապես երբ որ տեսնում է արյունը շփվեց ներողություն եմ խնդրում ինչ է դա կոպիտ գրեհի կարշելի ներողություն եմ խնդրում նորից թող Աստված ինձ ների բայց ես արդեն ասացի կարմիր գիծը հատելով պիտի խոսեմ որպեսզի մենք հասկանանք ինչ է կատարվում եւ ահա իսկ ինչ է զգացմունքային այս կապը տղամարդը փաստորեն կնոջ մեջ ավելի շատ տեսնում է իր տարփանքը այսինքն թե երբ որ նա Եվային փոխանակեց Աստծո հետ ընտրեց Եվային Եվան իր համար դարձավ արդեն որպես տրփանք եւ սեռական այս ֆիզիկական ցանկության բավարարման օբյեկտ եւ Եվային դա ձեռք չի տալիս Եվան ունի զգացմունքներ որտեղ նա սեռական օրգանի տրփանք չի զգում կույս աղջիկը նա ուզում է տեսնել Ադամին իր սկզբնական փառքի մեջ որտեղ այդպես եղավ երբ որ նա Ադամից հանվեց Ադամը փառքի մեջ էր եւ երբ որ աղջիկը սիրահարվում է տղամարդուն պատճառը դա է նա տեսնում է գերադաս Ադամին Եվ այդպես օրենքն Աստծո, որպեսզի Ադամը ամեն ջանի որպեսզի վերադառնա իր երկնային փառքին եւ հոգեվորապես լինի բարձր եւ կնոջը նույնպես եւ իր երեխաներին նույնպես այդպես դաստիարակի այսինքն այս երկու մարմինները երբ որ միանում են դա նորից անտեսանելիորեն իմաստ ունի վերականգնելու աստվածային փառքը, որով իրենք ստեղծված են եւ իրենց երեխաներով նույնպես հաստատեն աստվածային փառքը այս երկրի վրա եւ ապա երկնային արքայության մեջ եւ ահա այս ներդաշնակությունը միշտ չէ մանավանդ մեղքի աճման հետ միշտ չէ որ կատարվում է գիտեք ինչ ես երիտասարդ ժամանակ ինքս մենք աթեիստ ենք եղել մեր ընտանիքում ընդհանրապես իմ քույրը կոմունիստ մարդեր ավակ քույրս մեզ ղեկավարում էր մեր միտքը կոնտրոլ էր անում եւ արգելված բան էր Աստծո անուն անգամ տալու եւ մենք ունենք մեզ կաթ բերող մի եզդի շատ լավ կին Եվ ես հիշում եմ, երբ որ մամայիս հետ գնացինք իր տուն մեր կաթը բերելու, ինքը ինձ ասաց, փոքրիկ աղջիկ դու իմացիր, վազվզում էի մի 10 տարեկան, 11 տարեկան էի կարծեմ, շատ չարաճճին, էներգիաս ինձ ուտում էր, գիտեք ինչ հիմա էլ այդպես է, այնքան եմ վազել ու քայլել հիմա փաստորեն ոտքի պրոբլեմ ունեմ ինչև է եզդիկին ինձ ասեց լսիր ասեց աղջիկ ջան դու իմացիր որ Աստված քեզ միշտ նայում է եւ պիտի իրեն պատասխան տաս բարի եղիր լավը եղիր Աստված քեզ ամեն բան նայում է եւ հանկարծ հասկացա որ ինքը ճիշտ է ասում հասկացա որ ես զգում էի այդ վերնային ներկայությունը բառեր չունեի ասելու բայց դա առաջին անգամը երբ որ հասկացա որ Աստված ինձ միշտ նայում է եւ ինչ է ստացվում Աստված մեզ միշտ նայում է եւ ես Աստծո կարոտը ունեի եւ այսինքն թե
պատանի հասակից արդեն չափահաս այդ Աստծո կարոտը, Աստծո կատարելությունը ես փորձում էի, ոչ թե փորձում, այլ բնականորեն ես փնտրում էի տղամարդու մեջ։ Եվ իհարկե դա կոչվում է ռոմանտիկա, որը դա այդպես չէ։ Կարող ես դու տեսնել ու հանդիպել մեծ պատիվ ունեցող նորմալ տղամարդու, բայց ցավոք սրտի բանավանդ աթեիստական հասարակությունների մեջ գնում է միայն խաբեություն, կանայք գույսի մաքրություն չունեն, խաբում են տղամարդկանց եւ տղամարդը աստվածային պատիվ չունի եւ խաբում է կանանց։ Եվ խաբեություն։ Գոնե այստեղ այդպես չէ։ Եվ ստացվեց այնպես, որ իմ հավատքը առ տղամարդը եղավ մեծագույն հիասթափություն ու նաեւ ատելության հիմք։ Բայց ռոմանտիկական այդ մեծ պաթոսը ինչպես է էներգիայի պարփում էր, հոգևոր էներգիայի պարփում էր, թեպետ դա սխալ էր, բայց դա ծառայեց իմ ճանաչողությանը մարդկանց։ Եվ ահա ես հիմա տեսնում եմ, հիմա չէ, այն ժամանակ էլ ես գիտեի, բայց հիմա ես որ խոսում եմ, հիմա արդեն այստեղ օրինակ ծեր կանայք, որոնք ամուսնացել են, ամուսին են ունեցել, երեխաներ ունեն, եւ ապարզում է, որ 70 տարեկանում սիրահարված է։ Սա ինչ բան է։ Ահա, հասկացաք, այդ ռոմանտիկ էներգիա, ասենք, պատկերը տղամարդու ինքը չի ապրել, ամուսնացրել են, երեխաներ է բերել, հետո երբ որ հասկացավ, իր կյանքը համարում է ունայն, անգամ իր երեխաները չեն մխիթարում իրեն։ Այսինքն նա պետք է պարպի այդ Եվային տրված հատկությունը, որն է ստեղծված փառավոր Ադամի կողից։ Մեր տղամարդիկ փառավոր Ադամը չեն։ Եվ կինը իր մեջ ունի այս վակուումը։ Եվ որն է լուծումը դրա։ Երեխաներ ծնելը չէ։ Որովհետև դա պահանջում է մեծ ինքնազոհողություն։ Այսինքն սակրամենտալ ամուսնությունը պսակը սուրբ։ Աստված ասում է հաշտ եղիր, խոնար եղիր, ոչինչ որ օգտագործում ես, ոչինչ որ երեխաների վրա դրեցիր քո կյանքը, բայց ահա ես քեզ հետ եմ, ինչպես այդ եզդիկիններ ասում են, Աստված միշտ քեզ նայում է։ Դու ապրում ես ինձ համար, դու այդ զոհաբերություններ անում ես ինձ համար եւ հանդուրժիր Ադամին, անկածին, հանդուրժիր, տար նրա ամեն ինչը։ Իսկ եթե չես տանում, խնդրեմ, ուխտարա եւ միացիր ինձ։ Եվ բոլոր ինտելեկտուալ կանայք ի վերջո այդպես է եղել, կրոնավորներ են եղել նրանք, որովհետեւ ամեն ինչ չէ, որ դառնում է ընկած Ադամի կողը, որտեղ նախասահմանված է փառավոր Ադամի կողը լինել ոսկորը եւ ոչ թե ընկած Ադամի։ Եվ այսինքն ինչ եմ ուզում ասել։ Տղամարդը մանավանդ այս դարում մինչև Սոդոմ Գոմորում էր իր երկրորդ մասը նախաստեղծված վիճակում տեղը կանգնում իր կանացի կեսին եւ դա է պատճառը որ այսօր առողջ հարաբերություն չկա տղամարդու եւ կնոջ միջեւ սա բացարձակ իմաստով չեմ ասում բայց հա մի բանը որ մասին պետք է մտածենք եւ մանավանդ երեխաների առաջ տղամարդը խոնարհում եւ ակնածանք եւ հարգանք պիտի ցույց տա իր երեխաների մորը եթե դա չի կատարվում անկած Ադամը դառնում է ոչ թե կավալ ցեխ եւ փչացնում է ամբողջ աշխարհը տղամարդուց կախված է ամեն ինչ սիրելիներ ինձ ֆեմինիզմի մեջ մի մեղադրեք որովհետեւ ես ասում եմ այն ինչ որ ես անցել եմ իմ կյանքով եւ հասկացա որ տղամարդը ինձ համար դա սուրբ քահանան է իր պատվանդանի վրա վերևում որը ինձ ցույց է տալիս ճանապարհը հասնելու Աստծուն դա է հիմա ինձ համար կատարյալ Ադամը իսկ ահա իսկական սակրամենտալ ամուսնությունների մեջ կատարվում է ինքնազոհողություն տղամարդը զսպում է իրեն եւ կինը տալիս է ինքն իրեն գիտակցաբար եւ խոնարհորեն
եւ երկուսի նպատակը դառնում է Քրիստոսին գտնելը։ Եթե այդպես չէ, մենք գործ ունենք հասարակության կործանման հետ։ Եվ սրա մասին պետք է մտածեք, եւ սա հասարակ բան չէ։ Եթե դուք լուծեք այս մեծագույն խնդիրը, լուծման կարիք ունի, դուք կատարեցիք ձեր լինելության գլխավոր նպատակը։